Հարգելի երկնադործներ, իստ է ձեր բոլորի ողջունում եմ։ Եվ ուզում եմ ողջունել Վայոց-Ձորի բոլոր բնակիչներին, քանի որ ժամանակ չկա բոլոր տեղերը գնամ, իմացեք ջերմուկ, վայք, Եղեգիս, Մալիշկա, Արենի, որ դա վերաբերում է բոլորին, մեր բոլոր ժողովրդին։ Տեղյակ են բոլորի խնդիրներից, խնդիրներից, այսօր ժողովուրդը հոգնել է լսելով, հայոյանք, վիրավորանք, ցեղ շպրտել, դատարկ խոսել։ Մարդիկ ուզում են իրենց խնդիրների մասին, իրենց խնդիրները լուծում ունենա։ Մարդը ուրիշ բան չի ուզում, որ տեսնելով, զգալով օր-օրի փոփոխություն կա։ Ջորջան, աննարի ոչինչ չկա։ Ամեն ինչ էլ կառավարել է, ամեն ինչ էլ իրականություն կդառնա, չլուծվող խնդիր չկա։ Ես չեմ ուզում ասենք, թե նորից անդրադառնալ, խոսքեր կրկնել, ես մեմ շատ անկեղծ պարզ ձեզ ասեմ։ Ուսումնասիրել ենք, նայել ենք, տեսել ենք, այսօր խնդիրը պրոբլեմը, մեր ժողովուրդը իմանա, էլ պատերազմ չկա, խաղաղություն է, պատերազմի դուռը փակի, ես զբաղվի իր անելիքով իր գործով։ Այո, դա երաշխավորած խաղաղությունն է, որ մենք դա կազմել ենք եւ պատրաստ ենք այդ հարցը կարգավորելու երաշխավորած խաղաղություն լինելու։ Այսօր ասում են խաղաղություն, Ջորջան, խաղաղություն չկա, դա պայմանավորվածություն է։ Խաղաղության դեպքում պետք է լինի ստորագրած թուղթ, փաստաթուղթ, ոչ թե ամեն օր ելնելով, առաջարկ ներկայացնելով, ինչ-որ պահանջ ներկայացնելով, սա ենք ուզում, սա են հիշում։ Ես այս հողու ջրում մեծացած մարդ եմ, իսկ սիրտս ցավում է։ Մենք բոլորը պատրաստ ենք անելու, ասեմ, գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք գնում եմ, ներկայացնում ենք, ասում ենք, անհնարի ոչինչ չկա, ժողովուրդ։ Այսօր ամենակարևորը, որ ասեմ, դուք նայեք, դուք եք ընտրելու։ Հիմնական հարցը այսօր պետք է առողջապահությունը լինի անվճար, կրթությունը պետք է լինի անվճար, թոշակները պետք է լինի այն ամենացածրը, որ իրենք են հաշվարկել, 78,000 դրամ, իրենց տվածը 49 է, 59 թող լինի, բայց էլ իրենց հաշվարկով չի բավարարում։ Այսօր պետք է կարողանաս ծանոթությունը վերցել ես, քու ժողովրդի հարցերը կարգավորես։ Մյուսը դա վարկերի խնդիրն է, ժողովուրդ։ Այսօր ամբողջ ազգը վարկի տակ է։ Եղել է տնտեսական ճգնաժամ, եղել է կորոնավիրուս, համաճարակ, որը ասենք այդ մարդիկ չեն աշխատել 2-3 տարի։ Եղել է պատերազմ, մարդիկ այսօր ապրելու գոյատևելու համար, բուժվելու համար պարտքեր է գոյացել։ Պետությունը անմիջապես պետք է մինչև 3 միլիոն դրամ, 3 միլիոն մարդկանց ներում շնորհի։ Այսօր պետական պարտքը 8 միլիարդից դառել է 15 միլիարդ, 8 տարում տարի 1 միլիարդ ավելացել է, ոչ աշխատատեղ ավելացել, ոչ ինչ-որ ժողովրդի իր առօրյայի վրա դասգացել է, այլ թանկացումներ, գույքը հարկ, չգիտեմ ինչ հարկել բարդարանով ու լիարժեք արդեն թանկացել է, մարդկանց վիճակը ավելի ծանրացել է։ Պետությունը պարտավոր է, թող 1 միլիարդ էլ ավել լինի պարտքը, բայց գոնե մարդիկ իմանան, որ այդ ժողովրդին այդ ճայճից հանել են։ Ասում եմ, ինչ ասում եմ, որ եթե դուք ընտրություն կատարեք, անմիջապես առաջին նիստին այդ հարցերը դրվելու է եւ իրականություն է դառնալու։ Այսօր ամբողջ մեր ժողովուրդը ունենք 650,000 ընտանիք ժողովուրդ, ունենք 2,400,000 վարկառու, որ մինչև 50-ից 1000-ից մինչև 3 միլիոնը պետք է մարդուն ճայճից փրկես։ Մարդ առավոտինիկուն աշխատում է, անսրավերջին միայն տոկոսներն ու հարկերն է պահում։ Եղել է, կատարվել է, պետությունը ժողովուրդ ես պահում, մարդկանց մատից պետք է փուշ անես։ Չեն ասում ես ինչ լավ բան ես կատարում, այլ քու ժողովրդի մասին պետք է մտածել, որ ժողովրդի դեմքին ժպիտ գա, մարդը կարողանա ապրի։ Այսօր ամբողջ կալանավայրերում ժողովրդյան տեղ դատարկ չկա։ 4 սենյականոցում, որ պետք է 4 հոգի մնար 20 հոգի ունում, այդտեղ չկա կալանավայրերում, տները տնային կալանք են տալիս։ Մեկ անգամ ևս կարող է լավ բան կատարեն, ասեն ժողովուրդ ջան, ի պատիվ ազգի հարցան համերացան խորհրդանիշի, մենք ասենք թե համաներում ենք անում, մինչև 10 տարի, ով ասենք թե հիմա կալանքի մեջ է, մինչև 10 տարի համաներում ենք անում, մարդկանց հնարավորություն ենք տալի, վերադառնալու իրենց տուն, իրենց ընտանիքին, իրենց բալիկներին, իրենց կնոջ մոտ, ծնողի մոտ, որ կարողանաս քայլ կատարել, մարդուն ուրախացնես, պարտավորեցնես, ոչ թե թողես 10 տարի հանցագործ արկես, մարդը ինք իրենց էլ օգնի։
լավ բան պետք է կատարես, որ մարդը լիարժեք գոլ լինի, կառավարությունից էլ ժողովրդից էլ մարդը սխալվել է, բաց թողում է։ Կկրկնվի, մեղք իրավիզով կանի, բայց հիմնականում պետք է քայլ կատարես, որ մարդկանք կարողանան կյանքի բարիքներից օգտվել։ Այսօր ժողովուրդ ջան, գյուղնախարարությունը փակել է։ Ասեն թե հիմա այս մարդիկ սաղ շրջապատում, որ մշակում են, արարում են, բարիք են ստեղծում, ում դիմեն։ Ոչ մեկին էլ չեն դիմում, պատերի տակ նստած խելճացած, ոչ մշակել կա, ոչ չգիտեմ, մշակել կա կամ ասեն թե ոչ է մի բանով, որ յուղացին զբաղվի։ Դե չկա, տիրեկեն չկա, դիմել չկա, ոչ դեղորյակ, ոչ պարտանուց, ոչ սերմ և ոչ էլ սիլիտրատալ կա, ոչ մի բան չկա։ Մարդիկ ինքստիկան արդեն ամեն ինչը, որ չեն զբաղվում, չեն կարողանում, դա համար ասեն թե այսօր յուղերից պակասում են։ Ասում են մենք դպրոցներ ենք կառուցել, դղյակներ ենք կառուցել։ 8 տարում 259 դպրոց են կառուցել, 259 դպրոցից 59 են կառուցել, 59-ից 26-ը պատրաստած է եղել ժողովուրդ։ Այսօր այս տարի 230 դպրոց փակվում է, որ մարդիկ տարածքներից գնում են Երևան, գալիս են Երևան, պակասում են, դատարկվում է, այլ հակառակը պետք է լինել, հնարավորություն տրվի, որ կարողանան ճիշտ կազմակերպել, մարդու մատից փուշ անել, որ մարդը իմանա գնահատված է, իր մասին մտածող կա ժողովուրդ ջան։ Այսօր այս հարաբերությունները փչացնելով ամբողջ շրջապատում տեսնում եք, ինչ է տիրում, որ այսօր ասենք թե մենք պետք է մտածենք, ինչ անենք, կարգավորենք, մարդու մասին մտածենք, քաղաքացու, գյուղացու, ուսանողի, երիտասարդի մասին, որ մարդը մնա իր երկրում, կարողանա աշխատի, իր գիտելիք օգտագործի, իր երկրի համար, իր ժողովրդի համար։ Ասում եմ, չլուծվող խնդիր չկա, ունենք ծրագիրը, ունենք լավ թիմ, ունենք լավ համակիրներ, համ ցանկություն ունենք, համ հնարավորություն ունենք, կազմակերպելու, զարգացնելու, որ օրը օրին դուք տեսնեք, զգաք, որ կա փոփոխություն, որ ձեր մասին մտածող կա։ Այսինքն հետևական լինելով տվյալ գումարները ժողովուրդ ճիշտ նպատակին օգտագործելու։ Ինչ ասում եմ հիմնավորացա։ Այսօր առողջապահության համար տրամադրված է բյուջեում 700 միլիոն դոլար։ Այսօր ժողովուրդ առողջապահությունից գոհ է, դուք կարողանում եք գնաք բուժվեք, 700 միլիոն տրացա, այսինքն սխալ է ձևակերպումը, պետք է դրվի անվճար, ասենք քաղաքներում, մարզերում կազմակերպի, այսօր բժշկվին ստանում է 100,000 դրամ, հասարակ հաշվարկներ ասեմ, թող բժշկվին ստանա 500,000 դրամ, ամեն հիվանդանոցում թող աշխատի 100 բժիշկ, 100-ը դա ասենք թե անում է 1 միլիոն դոլար եմ հաշվարկում, տարին անում է 12 միլիոն, թող 40 դպրոց լինի, հիվանդանոց լինի անվճար, անում է 40 միլիոն, 100 միլիոն էլ թող սարքավորում բերեն, 100 միլիոն էլ դեղորյակ բերեն, 100 միլիոն էլ չգիտեմ ինչ տան, 100 միլիոն արեց 450, արդեն ընդեղ դեռ 250 միլիոն էլ ավելանում է, բայց մարդիկ այսօր տուն են նստած, չեն կարողանում բուժվել, գումար չկա, ոչ մեկն էլ ոչ թողումա մոտիկանաց ոչ գնաց։ Այսօր օրենք են ընդունել, ինչ-որ մի հատ ծերերի համար աչքի ասենք թե բուժում պետք պատվել, ժամանակավոր ասենք թե դությունը պրծավ ամեն վերանում է։ Հնարավոր է կազմակերպել անվճար 700 միլիոնի տեղը բյուջեից 500 միլիոնը տրամադրել, պատրաստել որ ասենք թե անվճար լինի, կարելի է։ Ուսանողների համար, եթե ծնողը չի կարողանում, ուսման վճարը վճարի։ Ծնողի կյանքից պակասում է, որ ինքը չկարողացավ իր երեխայի ուսման վճարը վճարի ժողովուրդ։ Բոլորը գիտեն, ես նորից եմ ասում, ընտրողը դուք եք, ոնց կցանկանաք, ձեր ցավը տանեմ, ձայն կտակ, կպանջեք, չեք տա ձեր ցավը տանեմ, դուք եք ընտրողը, դուք եք ընտրելու, ձեր երեխայի վաղվա ապագան։ Մենք պատրաստ ենք, մենք ասեցինք, մնացածը որոշողը դուք եք, մենք կընտրեք ձեր ցավը տանեմ, չեք էլ ընտրի ձեր ցավը տանեմ, դուք եք որոշելու ձեր վաղվա ապագան։ Այնպես որ ես նորից եմ ձեզ ասում, մենք պատրաստ ենք, մեր ասածները իրականություն կատարենք, կապնել ունենք, ծանոթություն ունենք, հնարավորություն ունենք, ցանկություն ունենք։ Ամսի 7-ին, համար 7-ին։ Համար 7-ին, շնորհակալ եմ։